Այդ որոշումը բնականաբար հանրության մեջ առաջ է բերել դժգոհություն, որովհետև էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը բարձրացնելու է նաև ապրանքատեսակների գները, հացից սկսած վերջացրած արդյունաբերական ապրանքների, եւ այս է հիմնական պատճառը, որ հանրությունը իր դժգոհությունը արտահայտում է։ Սոցիալական պետություններում շարունակ ծառայությունների գները փորձում են իջեցնել, որպեսզի ապրանքների ինքնարժեքը ցածր լինի եւ մեր ապրանքները մրցունակ դառնան։ Սա քաղաքականություն է պետության կողմից սեփական տնտեսության զարգացման համար։ Այսօրինակ գործառույթները բնականաբար չեն ազդելու մեր տնտեսության զարգացման վրա, այլ ընդհակառակը։ Անցած տարի նախորդ տարվա համեմատ մենք 95.7% ենք ունեցել էլեկտրոէներգիայի իրացում, դա նշանակում է, որ 4%-ով պակաս էլեկտրոէներգիա է իրացվել, եթե 7.7 միլիարդ կիլովատժամ էլեկտրոէներգիա է արտադրվել նախանցած տարի, ապա անցած տարի արտադրվել է 8.3 եւ այս իմաստով մենք տեսնում ենք, որ տարեց տարի մեր էլեկտրոէներգիայի արտադրության ծավալներն են ըստ էության պակասում։ Այն, որ ներկայացում է 20 միլիարդ դրամի ճեղքված կա մեր էներգիա արտադրող ձեռնարկություններում եւ դա պիտի փոխհատուցի սպառողը, սա մեղմ ասած համոզիչ չէ եւ ես կարծում եմ, որ այլ ճանապարհներ կան այս ճեղքվածքը փակելու համար, այն որ ատոմակայան 88 օր չի աշխատել եւ դրա պատճառով են առաջացել այս բարդությունները, մեզանում այսօր 150 փոքր հեկեր են աշխատում, որոնց բավարար քանակություն է եւ այս հիդրոէլեկտրոկայանները փոքր հեկերը, սրանց ծավալները ըստ էության գնալով պիտի մեծանան եւ կան նոր հեկեր են կառուցվում։ Ջրային պաշարները քիչ է եղել։ Ջրային պաշարները ասում են քիչ է կուտակվել, սակայն մենք երաշտային երևույթներ չենք նկատել եւ այստեղ էլ ինչ որ չափով համոզեցուցիչ չէ։ Ես կարծում եմ, որ այս ճանապարհով եթե մենք գնանք, մենք ամեն անգամ կանգնելու ենք որոշակի խնդիրների առաջ եւ սակագների բարձրացման։ Դրա լուծման համար մեր միությունը, ապրանք արտադրողների միությունը ունի իր առաջարկությունները եւ դա կառավարությանը ներկայացվել է, այն է, որ Երևանի ջեկի երկրորդ հերթը պետք է կառուցել, այն 400 միլիոն դոլար կարժենա ճապոնական վարկով 40 տարով եւ այդ երկրորդ հերթը կառուցելուց հետո մենք Իրանից 3 խորանարդ մետր հոսանքի դիմաց 9 կիլովատժամ էլեկտրոէներգիա կարող ենք տալ եւ մեր բախշի ցանցերին կարող ենք տարեկան տալ մոտարապես 1 միլիարդ կիլովատժամ էլեկտրոէներգիա, որը կլինի ասենք 1 դրամով։ Անցած եւ նախանցած տարիներին մենք 1.2 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրոէներգիա Երևանի ջեկը բախշի ցանցերին վաճառել է 0.4 դրամով։ Անցած տարի դա եղել է 700 միլիոն կիլովատ ժամ, 7 քանից եւ նախանցած տարի 4 միլիարդից 400 քանի միլիոնից ավելի։ Այնպես որ 1.2 մոտարապես միլիարդ կիլովատ ժամ էլեկտրոէներգիա բախշի ցանցերը տվել են հեցին, որի արդյունքում հոսանքի գինը ինչ որ ժամանակ չի բարձրացել։ Ուրեմն պիտի մենք բարձր տեխնոլոգիաներ կիրառենք էներգիայի արտադրության ոլորտում եւ քիչ օգտագործենք Հրազդանի ջեկի արտադրած էլեկտրոէներգիան, որը ամենաթանկն է ստացվում, որովհետև նրա արտադրած գազը բնականաբար թանկ է մատուցվում եւ այնտեղից ստացված հոսանքն էլ ըստ էության իր տեսակարար կշռով ազդում է գնագոյացման վրա։ Ճանապարհը մենք տեսնում ենք այս Երևանի երկրորդ ջեկի երկրորդ հերթի կառուցման, որը 2 տարում կարելի է կառուցել եւ կարողանալ հոսանքի գինը իջեցնել, որովհետև մենք ընդհանրապես ծախսում ենք 6 միլիարդից մի փոքր ավելի։ Այս լինի բարձրացումը, որտեղ խոսելի է, այսինքն հոսանքի բարձրացման համար էլ գիտեք կարող եք ներկայացնել կորուստները այսպիսին են, հեծը 6-8 միլիարդ դրամի կորուստներ չէ, այդքան պիտի նրան գումար հատկացվի, բարձրավոտ էլեկտրահաղորդման գծերի 2 միլիարդ, միջազգային էներգետիկ կորպորացիային 0.7 միլիարդ դրամ, Երևանի ջեկին 7.2 միլիարդ դրամ, որը վերանորոգման ծախսերի համար է, ատոմակայանի 2 միլիարդ դրամ, վերականգնող էներգետիկ համակարգին 1.1 միլիարդ դրամ։ Սրանք են այն ներկայացվող թվերը, որի համար պահանջվում է ազգային ժողովում ընդունել։ Հիմա տեսակետ կա, որ որոտանի վաճառ
ասում եք շատ լավ գործարք է, բայց որոտանը կարող են այս փուլում, այսպես ասած, այս տատանումները պահել եւ չծանրանալ սա ամեն մի բնակիչները, համաձայն եք այդ կարծիքի, թե չէ, ճիշտ վաճառք։ Գիտեք, ես ընդհանրապես դեմ եմ, որ մեր որևէ մի էներգո համակարգ որևէ մի այլ երկրի վաճառվի, կլինի դա Ռուսաստանը, կլինի դա Ամերիկան։ Մենք պիտի մեր էներգո համակարգը ինքներս շահագործենք եւ պետք է չի ոչ Ամերիկային վաճառել, որոտանի հեկը, ոչ էլ մյուս, ասենք, ցանցերը հրազդանը, ասենք հրազդանի ջեկը վաճառել ռուսական կողմին։ Ես կարծում եմ, որ այսօր այն ժամանակն է, որ պետություն մասնավոր գործընկերության գործառույթի կիրառման մենք պիտի միջոցներ գտնենք, հետ գնենք այդ կազմակերպությունները, էներգետիկ համակարգը եւ մեր ուժերով օգտագործենք։